Գլուխ առաջին. Դիմակազերծել մարդու համար ամենավտանգավոր թշնամուն։ Վախ չկա սիրո մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախը տանջանք ունի։ Առաջին Հովհաննեսի 4:18։ Վախն անվանել են սև հրեշ։ Այսօր այդ հրեշը դիվային կատաղությամբ լցված հարձակվում է բոլոր ազգերի անօգնական մարդկանց վրա և պատերազմում նրանց դեմ։ Այս չար հսկա մարդակերի պատճառով բազմաթիվ մարդիկ տառապում են նյութական կորուստներից, ինչպես նաև բարոյական և հոգևոր անկում են ապրում։ Սև հրեշ ասվածը, որ տանջում է գիտակից մարդկանց, սովորական զգացում չէ, որն առաջանում է հանկարծակի աղմուկից կամ վտանգավոր առաջադրանք իրականացնելիս։ Այս հրեշը անհիմն տանջող տևական վախ է, որն ընկճում և դժվարացնում է մարդկանց կյանքը, պարուրելով նրանց վատ նախազգացումներով և զգայախաբության մութ ամպերով։ Համընդհանուր վախ։ Այն խնդիրը, որին ես ամենից հաճախ հանդիպել եմ աշխարհի տարբեր ռասաների և հասարակական դիրքի պատկանող մարդկանց մոտ, վախն է։ Հասարակական տարբեր բնագավառներում աշխատող բանական մարդիկ, առանց բացառության, նաև կրոնական առաջնորդները, ենթարկվում են վախի հարձակմանը։ Միացյալ Նահանգների նախկին նախագահներից մեկը, Հերբերտ Հուվերը, վերադառնալով Ամերիկա, ամփոփեց այն, ինչ տեսել էր իր գործնական ուղևորությունների ժամանակ։ Աշխարհում ամենուրեք գերիշխում է վախի զգացումը։ Սա վերաբերում է մարդկային գործունեության բոլոր բնագավառներին՝ ֆինանսների, արդյունաբերության, հողագործության, գիտության, ինչպես նաև կառավարության պաշտոնյաներին։ Այս ցավոտ և սրտակեղեկ զեկույցը տրվել է մի իմաստուն պետական գործչի և բարձրակարգ հետազոտողի կողմից։ Բժշկության բնագավառում հեղինակավոր դեմքերն էլ են գիտակցում, որ աշխարհը գտնվում է անտեսանելի թշնամու երկաթե ճիրաններում, որոնք անողորկ կերպով խեղդում են մարդկությանը։ Բժիշկներն անդադար պայքարում են այս անտեսանելի հրեշի դեմ, որն իրականում գոյություն ունի և որի զոհն են դառնում հիվանդները։ Գտնվելով ֆիզիկական մարդու կողքին, նրանք ավելի շատ ուսումնասիրում են նրա միտքը։ Քաղաքական ասպարեզում աշխարհի ղեկավարները գտնվում են գրեթե նույն հուսախաբ իրավիճակի մեջ, որում գտնվում էր Բաղդասար թագավորը։ Այն գիշեր, երբ նա գինով, երգերով և կանանցով վայելում էր թագավորական խնջույքը, նրա կայսրությունն անցավ պատմության գիրկը։ Աստվածաշնչում ասվում է. այն ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա մեջքի հոդերը լուծվում էին, և նրա ծնկները մեկ-մեկու էին խփվում։ Դանիելի 5:6։ Նրա վախի պատճառը մարած և պարսից հզոր թագավորություններն էին, իսկ այսօր դա ատոմային ռումբերի սարսափելի պայթյուններն են, միջմայրցամաքային հրթիռները, բակտերիոլոգիական զենքի սպառնալիքը և տիեզերքից թափանցող մահացու ճառագայթները։ Պետական գործիչները շատ լավ են գիտակցում, որ թաքնվելու տեղ չունեն։ Ատլանտյան հրովարտակ։ Իր նախագահական առաջին ելույթի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ և հմուտ պետական գործիչ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ասել է. «Այսպիսով, նախ և առաջ թույլ տվեք հաստատել իմ խորին համոզմունքն այն մասին, որ միակ բանը, որից մենք պետք է վախենանք, հենց վախն է, անանուն, անհիմն, չարդարացված սարսափը»։ Մի գաղտնի հանդիպման ժամանակ նախագահ Ռուզվելտը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը կազմեցին պատմական մի փաստաթուղթ, որը հայտնի է Ատլանտյան հրովարտակ անունով։ Այս ժամանակակից ազատությունների մեծ հրովարտակը համարվում է մարդու ազատությունը պաշտպանող ամենամեծ հրովարտակներից մեկը։ Այն պատմության մեջ կհիշվի 4 տիպի ազատությունով՝ ազատություն ցանկությունից, ազատություն վախից, խոսքի ազատություն և կրոնի ազատություն։ Պատմության մեջ տեղի ունեցած ամենասոսկալի բախման ժամանակ այդ պետական գործիչները վախը դիտարկեցին որպես աշխարհի 4 ամենախոշոր չարիքներից մեկը։ Ժամանակակից աշխարհը բռնված է պատերազմի, հետապնդման, սովի և կեղեքման վախով։ Այս դաշնակից պետական գործիչները հանդիսավոր կերպով երդվեցին իրենց նվիրել վախի, այս սև հրեշի դեմ ուղղված պայքարին։ Յուրաքանչյուր բանական մարդ պետք է իրեն նվիրի այս չար հրեշի դեմ մղվող պայքարին։ Մարդկային մեծագույն ողբերգությունները շատերին ստիպեցին վախի զոհ դառնալ, անկասկած վախը մարդկության ամենավտանգավոր թշնամին է։ Ով և ինչու։ Վախը ոչ ոքի հետ հաշվի չի նստում։ Այն նույն ձևով հետապնդում է ինչպես ուսում չունեցողներին, այնպես էլ ուսյալներին։ Այն հարվածում է և բարձր խավին, և ցածր խավին։ Այն տեղ է գտնում թե առանձնատներում, թե պալատներում, թե խրճիթներում։
Անհաջողությունը հավասարապես հետևել է բոլոր խավերի մարդկանց հաջողակ և երջանիկ կյանք կառուցելու վստահված գործում, մի գործ, որը մարդուն նախապատրաստում է Աստծո հետ հավիտյան ապրելու։ Դիմակազերծել հրեշին։ Սարսափելի սև հրեշին պետք է դիմակազերծել։ Մենք չենք կարող խմբովի լուծել այդ հարցը։ Արդյունք ունենալու համար անհրաժեշտ է անձամբ բացահայտել, թե ինչ ազդեցություն է ունենում վախն անհատի վրա։ Իրական և ստվերային վախ։ Այս դիվային հրեշից ազատագրվելու համար առաջին հերթին պետք է իմանալ, որ գոյություն ունի երկու տեսակի վախ՝ իրական և ստվերային։ Երբ հանդիպես առյուծի, դու իրական վախ կվերապրես, իսկ եթե դու վախենում ես ինչ-որ բանից, որը գոյություն չունի, դու ստվերային վախ ես վերապրում։ Ստվերային վախն է պատճառը, որ մարդիկ չեն կարողանում հարմարվել միջավայրին։ Հենց այս անիրական վախի դեմ է, որ պետք է պայքարենք։ Վախը որպես դրական և բացասական երևույթ։ Աստվածաշնչի նոր թարգմանություններից մեկում վախը նկարագրվում է և որպես դրական, և որպես բացասական երևույթ։ Վախը կարող է հանդես գալ և որպես շահավետ ծառա, և որպես ամբարտավան տեր։ Ակնածանքն ու հարգանքը կարելի է որակել որպես դրական վախ։ Աստվածաշնչում ասվում է, որ մենք պետք է վախենանք Աստծուց, բայց այս վախը կապ չունի սարսափի կամ ահաբեկության հետ։ Դա այն նույն վախն է, որ երեխան ունի իր ծնողների հանդեպ։ Երբ ես երեխա էի, հայրս ինձ փոքր հանձնարարություն էր տալիս իր բացակայության ընթացքում կատարելու համար։ Եթե հանձնարարությունս լավ էի կատարած լինում, ես դարպասի մոտ սպասում էի, որպեսզի արժանանամ նրա հավանությանն ու վարձատրությանը, բայց եթե այն կատարած չէի լինում, դժվար էր լինում ինձ գտնելը։ Ես վախենում էի հայրիկիս հանդիպելուց։ Քրիստոնյան սիրում է Աստծուն և սպասում է դարպասի մոտ նրա հավանությանն արժանանալու համար, բայց մեղավորը չի ցանկանում տեսնել Աստծուն, նա վախենում է Աստծուց։ Վախը դրական է թե բացասական կախված է նրանից, թե ինչպես է կատարվել հանձնարարված առաջադրանքը։ Վախին դեմ հանդիման։ Ինչ է զգում մարդը, երբ վախենում է։ Միտքը չի կարող զգալ։ Դու կարող ես ֆիզիկական փոփոխություններ զգալ, որոնք առաջանում են վախ բերող մտքերից։ Սիրտդ սկսում է արագ բաբախել, ստամոքսդ փոթորկոտ ծովի պես տակնու վրա է լինում, իսկ ոտքերդ սկսում են դողալ այնպես, ինչպես մարտ ամսվա քամուց օրորվող կաղամախու տերևը։ Նյարդաբանները սովորեցնում են, որ կենտրոնական ուղեղի ստորին մասը, թալամուսը, զգացմունքների կենտրոնն է։ Թալամուսից եկած վախի մտքերը առաջ են մղում իրենց ազդակները, առաջացնելով երևակայական անհանգստություններ և վախի ֆոբիաներ։ Զգացմունքների այս կենտրոնում են ծնունդ առնում սերն ու մտերմությունը։ Այդ պատճառով, ինչպես Աստվածաշնչում է գրված, իր հոգին զսպողը քաղաք առնողից լավ է։ Առակաց 16:32։ Այս գիտությունը շատ կարևոր է, որովհետև եթե մարդը ճիշտ մտքեր ուղարկի իր թալամուսից, նա կհաղթի կյանքի պատերազմը։ Երևակայություն և վախ։ Այս տեղեկատվությունը հայտնում է ավելին, որ տանջող վախերը հիմնված չեն իրականության վրա։ Դրանք անհիմն վիճակներ և զգացմունքներ են։ Նյու Յորքի բժիշկներից մեկն ասել է, որ մարդիկ ի ծնե ունենում են բնական համարվող երկու տեսակի վախ՝ վախ հանկարծակի աղմուկից և վախ ցուցաբերված օգնության անսպասելի ընդհատումից։ Մյուս բոլոր վախերը մտավոր խառնաշփոթության արդյունք են, որոնց մասին պետք է տեղեկացված լինել։ Կարևոր է իմանալ մի ճշմարտություն, որ բանական մարդիկ ծնվում են առանց կասկածների։ Նրանք վստահում են բոլորին։ Երեխաներն անտեղյակ են իրենց թշնամիների մասին։ Նրանց պետք է սովորեցնել, թե ում կարելի է վստահել և ում ոչ։ Չափահասները երեխաներին բացատրում են, որ իրենց շրջապատում հզոր և համառ թշնամիներ կան։ Նրանք սովորեցնում են, որ խելացի կերպով ապրելու համար մարդիկ պետք է իմանան, թե ինչպես կարող են հաղթել այդ թշնամիներին, և թե ինչպես պետք է վստահեն ընդհանուր թշնամիների դեմ պատերազմող ընկերներին։ Դժբախտաբար շատ թշնամիներ, որոնք երևակայական են, այնպիսի վնաս են հասցնում, որ կարծես իրական լինեն։ Վախը դառնում է ֆոբիա։ Տխուր է նայել կոտրված սրտով մարդկանց կյանքին։ Դու կարող ես նկատել, որ մարդն իրեն վատառողջ է համարում և ժամանակավոր տկարություն զգալու, և անբուժելի հիվանդություն ունենալու դեպքում։ Շատ դեպքերում այդ մարդիկ թույլ են տալիս, որպեսզի իրենց աննշան վախերը դառնան հզոր ֆոբիաներ։ Երբ մարդը շարունակում է արձագանքել վախին, այն հետագայում դառնում է ֆոբիա։ Ահա մարդկությանը տանջող ժամանակակից ֆոբիաների մի ցուցակ։ Ագորաֆոբիա՝ վախ բաց տարածություններից, մարդաշատ վայրերից։ Էյլուրոֆոբիա՝ վախ կատուներից։
ալգոֆոբիա, վախ ցավից, անդրոֆոբիա, վախ մարդկանցից, անեմոֆոբիա, վախ քամիներից կամ կեղտաջրերից, աֆեֆոբիա, հակակրանք հպվելուց, արեքնոֆոբիա, վախ սարդերից, աստրեֆոբիա, վախ ամպրոպից, աստրոֆոբիա, վախ երկնքից, աուտոֆոբիա, վախ մենակությունից, բեսիֆոբիա, վախ քայլելուց, բաթհոֆոբիա, բարձրությունից ընկնելու վախ, բաթոֆոբիա, վախ բարձր օբյեկտներից, աշտարակներ, սարեր, կարոֆոբիա, վախ միջատներից, կոպրոֆոբիա, նողկանք կեղտից աղբից, կինոֆոբիա, վախ շներից, շների կատաղությունից, դեմոֆոբիա, վախ ամբոխից, դորաֆոբիա, վախ կենդանու մազին կամ մորթուն դիպչելուց, էրգասիոֆոբիա, հակակրանք աշխատանքի հանդեպ, պատասխանատվություն կրելու վախ, գամոֆոբիա, վախ ամուսնությունից, գերոֆոբիա, ջրի վրայով կամուրջն անցնելու վախ, գինեֆոբիա, վախ կանանցից, հեմոֆոբիա, վախ արյուն տեսնելուց, լալոֆոբիա, վախ հրապարակավ խոսելուց, լիսոֆոբիա, վախ խելագարվելուց, միսոֆոբիա, ատելության վախ, նեկրոֆոբիա, վախ մեռած մարմիններից, նուդոֆոբիա, վախ մերկ երևալուց, օֆիդիոֆոբիա, վախ օձերից, պանտոֆոբիա, ապագայի նկատմամբ վախ, պեկատոֆոբիա, սխալ թույլ տալու կամ մեղք գործելու վախ, ֆարմակոֆոբիա, վախ դեղորայքից, փսիխրոֆոբիա, վախ ցրտից, պիրոֆոբիա, վախ կրակից, ռաբդոֆոբիա, վախ ծեծվելուց, սկոպոֆոբիա, վախ հետազոտվելուց, սկոտոֆոբիա, վախ մթությունից, սիտոֆոբիա, վախ ուտելուց, տալասաֆոբիա, վախ ծովային ճանապարհորդությունից, տոքսիկոֆոբիա, վախ թունավորվելուց, զուֆոբիա, վախ կենդանիներից,